Ինչպես նշեցի, մեր երկիրը այս պահին գտնվում է միջերկրական ծովից ներթափանցած եւ բավականին ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, որը ակտիվ է գրեթե հանրապետության ողջ տարածքում։ Այդ ցիկլոնը Հայաստանի վրա պատտվելու է մինչև ապրիլի 13-ը ներառյալ, այսինքն մինչև ապրիլի 13-ը ներառյալ հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ տեղումները շարունակվելու են։ Տեղումները կրկին Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային հատվածներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում դիտվելու են ձյան տեսքով, այնպես որ վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածներում ցուցաբերել զգոնություն։ Առանձին օրերին, մասնավորապես այսօր ապրիլի 12-ից 13-ին տեղումները կլինեն զգալի, կուղեկցվեն ամպրոպներով եւ քամուշ գնացմամբ հանրապետության առանձին հատվածներում պոռթկումները կհասնի մինչև 24 մետր վարկյան արագությամբ։ Պայմանավորված քամու մեծ արագությունների հետ հանրապետության լեռնային մարզերում նաեւ սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Ապրիլի 14-ից սկսած այս ցիկլոնը աստիճանաբար դուրս կգա Հայաստանի տարածքից եւ ապրիլի 14-ից 17 ընկած ժամանակահատվածում այսպես կունենանք օդերևութաբանական պայմանների շրջանցային փոփոխություն։ Փոփոխությունը այն կլինի, որ հյուսիս-արևելյան ցուրտ օդային հոսանքները կնահանջեն եւ ապրիլի 15-ից իրենց տեղը կզիջեն հարավ-արևմուտքից մերձավոր արևելքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքներին, որոնք իրենց հետ կբերեն օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում։ Նախ ասեմ, որ օդի ջերմաստիճանը դեռ նվազելու է։ Մենք ապրիլի 13-ին կունենանք հանրապետության տարածքում եւ գիշերային եւ ցերեկային ժամերին 5-ից 7 աստիճանով ջերմաստիճանի նվազում, բայց այդ ապրիլի 15-ից 18 ընկած ժամանակահատվածում արևադարձային այդ տաք օդի բուրըն ներթափանցման արդյունքում Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-ից 10 աստիճանով եւ գիշերային եւ ցերեկային ժամերին։ Եվ արդեն վերջապես մենք ապրիլի 17-ից 18 ընկած ժամանակահատվածում հանրապետության լեռնային մարզերում կունենանք մինչև 15 աստիճան տաքություն, նախալեռնային հատվածներում մինչև 18-ից 20 աստիճան տաքություն, արարատյան դաշտում, այդ թվում նաեւ մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 20-ից 22 աստիճանի։ Ապրիլի 18-ից սկսած տաք օդային հոսանքները կպահպանվեն, բայց Հայաստանին կմոտենա հաջորդ ցիկլոնը, ինչի արդյունքում տեղումները, բայց արդեն անձրևի տեսքով կրկին կվերսկսվեն։